Ռուսաստանը պետականություն ունեցող երկիր է, ինքը անցել է այդ ճանապարհը։ Դրա համար էլ տեսեք Ռուսաստանը ինչ քայլեր է անում։ Յաբլկային չի գրանցում։ Այստեղ վախեցան դրեցին, չգիտեմ, Հայաստան դաշինքին գրանցեցին։ Ռուսաստանը անգամ պատերազմի ժամանակ իր երկիրը լկացին, ասում է դու իրավունք չունես գազ քվեարկես, որտեղ դու դավաճան ես։ Ու այսօր ինչ իշխանությունները պիտի ասեն, ճիշտ արեցինք, որ թույլ տվեցինք, որ ուժեղ Հայաստանը քվեարկվի։ Այդ նույն վարչապետը ինձ էր, չէ՞։ Եթե ես վարչապետի կցորդն էի կամ Հանրապետություն կուսակցությունը կցորդն էր, այդ վարչապետությունը ինչ էր ինձ հորդորում։ Դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ խախտումների առում ու դիմելուց հետո էլ ասում էր, որ դուք սխալ եք, ինչ լավություններ անում, վարկանիշեր բարձրացնում։ Բայց այդպես է, եթե սկացորդն էի կամ իրենց էի սպասարկում այդպես էր, այդ ամեն ինչը լինում։ Իհարկե այդ ամեն ինչը այդ համատեքստում չէր, որտեղ ես համոզված էի, որ ուժեղ Հայաստանի մասնակցության պարագայում, իրենց թողնելու պարագայում մենք Եդինի Ռոսիայի ֆիլիալ ենք ունենալու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Ոչ թե ռուսամետ ուժ այնպես ինչպես Ռոբերտ Քոչարյանն է, այլ Եդինի Ռոսիայի հայկական ֆիլիալ, որը այստեղ գործում է այնտեղի քաղտեխնոլոգիաներով եւ ամենօրյա ռեժիմով ինստրուկտաժ ստանալով։ Շատ լավ։ Անցնելով այլ թեմաների, պարոն Սարգսյան, երկար տարիներ նաև քննադատվել է այս իշխանության կադրային քաղաքականությունը։ Հիմա առանցքային ազգային անվտանգության խորհրդում մենք ունեցանք քարտուղարի փոփոխություն, նաև բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում ռազմական ոստիկանության պետի փոփոխություն տեղի ունեցավ։ Անպայման կուզենք լսել ձեր գնահատականը կատարված փոփոխությունների հետ կապված։ Ընդհանրապես ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական ուժի կադրային քաղաքականությունը քննարկել ու քննադատել, որտեղ կուսակցություն են, իրենք իրենց կադրերն ունեն, իրենք իրենց կադրերին ավելի լավ են ճանաչում։ Ես գտնում եմ, որ կադրային փոփոխությունները մանավանդ երկար կառավարման ժամանակ, երբ մարդը նույն տեղում մնում է, դրական արդյունք երբեմն տալիս են, բայց խնդիրը կադրերինը չի։ Այսօրվա պարագայում խնդիրը գլոբալ է եւ Հայաստանի Հանրապետության լիազորություններին է։ Աշոտ Զաքարյանը մեր կուսակցության անդամ է եղել, Աշոտ Զաքարյանը նորից բանակ գնալու դեպքում է, որ դուրս է եկել քաղաքական գործունեությունից եւ Աշոտ Զաքարյանի հետ Վազգենի հուշակոթողը թարմացնելու կամ նոր հուշակոթող կառուցելու շրջանում շփվել եմ եւ այդ ժամանակներից դեռ 1 տարի առաջ ինքը պնդում էր, որ ինքը այս սրանից հետո թոշակի է գնալու, այնպես որ այդ սпасելի փոփոխություններ եւ այս փոփոխության մեջ արտարոց որևէ բան չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության այստեղ ես անձնական տեսակետ կարող եմ ասել, որ ես օրինակ շատ ուրախ եմ, որ այդ փոփոխությունը եղավ, նախ ասեմ, որ ես համարում եմ, որ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության այն եզակի անդամներից էր, որը արևմտյան ուղղությունը բավականին լավ եւ ռուսական ուղղությանը բավականին կոշտ երբեմն պատասխաններ էր տալիս, ինչը արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի համար շատ ավելի ընկալելի տեսակետ էր։ Ինչ վերաբերվում է նախկին անվտանգության խորհրդի քարտուղարին, ապա ինքը ռեգիոնալ քաղաքականության կողմնակից էր, ես հենց իր կաբինետում իր հետ բանավեճ եմ ունեցել, ինքն ասել է, որ ինքը դեմ է Եվրոմիության օրինագծին, որ ինքը դեմ է Հայաստանի Եվրոմիության անդամակցությանը, որ ինքը չեզոք պետության կամ ռեգիոնալիզմի կողմնակից է, որ Հայաստանը պիտի ռեգիոնի շրջանակներում Հայաստանը, ասենք, այդ 3+3-ի այդ համատեքստում փորձի իր տեղը գտնել, այլ տեղեր չգտնա, ես չեմ կիսում այդ տեսակետը եւ դրական եմ համարում, որ իրեն փոխեցին, որովհետեւ այդ տեսակետը հին, արդյունք չտված, արդյունք չապահովված, ընդհակառակը այդ տեսակետի արդյունքն է նման տեսակետների արդյունքում է, որ մենք Լեռնային Ղարաբաղ ենք կորցրել, նման տեսակետների արդյունքում է, որ առեսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունն անգամ չի ճանաչել, այնպես որ այս կադրային նշանակումը դրական եմ գնահատում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում,
նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Սարգսյան, հարց չեն ինչպես Ռուսաստան-Հայաստան, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, դուք էլ ձեր խոսքում մասնակի անդրադարձակ վերջին իրադարձություններով պայմանավորված, փաստորեն ադրբեջանական կողմը դժգոհում է ռուսական լրատվական դաշտում իրենց երկրի հասցեին հնչող կամ շրջանառվող խոսույթներից, ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքականությունը, ինչի մասին է։ Նախ պիտի ասեմ, որ Ադրբեջանը լրիվ անկախ քաղաքականություն է փորձում վարել, թե էներգետիկ առումով, թե տնտեսության առումով, թե ռազմական առումով Ռուսաստանից եւ փորձում է դուրս գալ ռուսական համատեքստից, մոտավորապես այն մեխանիզմներով ու այն գործիքակազմով, ինչով դուրս եկան Մերձբալթյան հանրապետությունները, բայց Ադրբեջանը փորձում է կիրառել, այսպես ասած, Եվրոպայի փոխարեն Թուրքիայի տարբերակը, որտեվ եթե Մերձբալթյան հանրապետությունները դուրս եկան ու միացան եվրոպական էներգետիկ համակարգին, եվրոպական կառույցներին, եվրոպական անվտանգային համակարգին, Ադրբեջանը դուրս գալով ուզում է կապնվել Թուրքիայի, պլյուս էներգետիկ առումով ինքը որոշակի առումով ինքնաբավ է, դեռ վաճառում է, փորձում է էներգետիկ առումով նաև տարածաշրջանային թելադրող դառնալ եւ այդ առումով խոսում է հայկական ատոմակայանի եւ այլ իմաստով ասում է, որ դա ռուսական է։ Այսինքն ինքը ոչ թե հայկական ատոմակայանին է դեմ, որ շատերը փորձում են այդ շահարկել, ինքը դրա ռուսական կառավարմանն է դեմ։ Այսինքն այդ ռուսական հին ատոմակայանը շարունակությունը ստանում է։ Հետևաբար Հայաստանի ատոմակայանը միանշանակ պիտի կառուցել արևմտյան ժամանակակից չափանիշներով եւ մաքսիմալ անվտանգ։ Իսկ մաքսիմալ անվտանգ ատոմակայանները դրանք այդ
կապսուլային ատոմակայաններն են, որոնք ամբողջությամբ փակ են, իրենց վրա որևէ երկրաժարժ, որևէ բան չի ազդում, իրենք օգտագործվել են սուզանավերի մեջ, իրենք ռադիոակտիվ վտանգ իրենց մեջ չեն պարունակում, եթե անգամ ուղիղ հարված է լինում, իրենք պաշտպանված են եւ արևմտյան տեխնոլոգիաներ են ամենաժամանակակից է այդ առումով ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը երբեք որևէ դեմ բան ասել չեն կարող ու չեն ունենա, որտեվ իրենք էլ են ուզում այդ նույն ատոմակայաններից Ադրբեջանն էլ է ուզում կառուցել եւ ոչ ռուսական, իրենք էլ են բանակցում Միացյալ Նահանգների հետ ատոմակայան կառուցելու, հետեւաբար իրենց կարելի է ատոմակայան կառուցել, մեզ չի կարելի, իհարկե իրենց էլ է կարելի, մեզ էլ է կարելի, մեզ առավել կարելի է, որտեվ մենք ատոմակայան արդեն իսկ ունենք, շահագործել ենք, ձևը գիտենք, բայց այդ ատոմակայանը իրենցն էլ, մերն էլ պիտի լինեն ժամանակակից եւ պիտի լինեն մաքսիմալ անվտանգ, հետեւաբար, եթե մենք էլ իրենք էլ արևմտյան ատոմակայան ենք կառուցում, այդտեղ Ալիևը չի կարող որևէ հակադրություն ունենալ։ Այս համատեքստում ընդհանուր առմամբ Ռուսաստանի քաղաքականությունը այդ անջատողականության եւ այդ անջատողականության համատեքստում երկակի ստանդարտների կիրառումը բերեց նրան, որ Ռուսաստանը սկսեց չընկալվել տարածաշրջանի բոլոր երկրների կողմից եւ իրեն աջակցող է մնացել Կորեան եւ ինչ որ առումով շատ քիչ Չինաստանը։ Չինաստանը ուղղակի օգտվում է եղած հնարավորություններից։ Խնդիրն ինչումն էր, որտեվ Ռուսաստանը, տեսեք, Աբխազիան, Օսետիան փոկեց Վրաստանից, պատերազմ արեց Ռուսաստանում եւ ասեց Աբխազ ու Օսետ ժողովուրդը ունեն ինքնորոշման իրավունք։ Բայց երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ասեց, որ ես էլ այդ դեպքում ունեմ ինքնորոշման իրավունք, չէ, Լեռնային Ղարաբաղի պարագայում ինքը չընդունեց։ Ղրիմում արեց, այնտեղ ռուսները քվեարկել են ունեն, իսկ մերը այդպես էլ չճանաչեց։ Հասկանում եք, այս երկակի ստանդարտ է։ Այս երկակի ստանդարտերի կիրառումը բերեց նրան, որ մենք իսկապես վատ հարաբերություններ ունեցանք այդ տարիներին Վրաստանի հետ, որովհետև Վրաստանը իր տարածքային ամբողջականության համար պայքարում էր, իսկ մենք դրան դեմ էինք։ Մենք վատ հարաբերություններ ունեցանք Ուկրաինայի հետ, որտեղ իր տարածքային ամբողջականությանն, իսկ մենք դրան դեմ էինք, քանի որ գտնում էինք, որ Ռուսաստանը ինչ որ առումով կճանաչի նաև հայերի ինքնորոշման իրավունք։ Իսկ Ռուսաստանը չճանաչեց, որովհետև խաղում էր սեփական շահերից ելնելով, որովհետև իրեն Հայաստանից ինչ պետք էր ինքը արդեն վերցրել էր, իրեն պետք էր Ադրբեջանից ինչ որ բան վերցնել։ Իսկ Ադրբեջանից ինչ էր պետք վերցնել։ Օրինակ իրանք 18-20 թվականներին Լենինը համաձայնվեց Թուրքիայի հետ եւ Թուրքիային տրվեց Ղարսը, իսկ Ադրբեջանին տրվեց Նախիջևանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Փոխարենը, որ Ադրբեջանը մնա Սովետական միության կազմում եւ Թուրքիան դրան համաձայնվեց։ Հիմա նույն տարբերակը Ռուսաստանը ուզում էր Ադրբեջանին տար Սյունիքը, որպեսզի Ադրբեջանը միանար ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին։ Ադրբեջանն էլ ասել էր, այ եթե դուք ապահովում եք, որ մենք Լեռնային Ղարաբաղը հետ բերենք, ստանանք Լեռնային Ղարաբաղը, մենք կմիանանք ԵԱՏՄ-ին։ Այդ ուղղությամբ քայլեր էր անում, Ռուսաստանը տվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, Ադրբեջանը արագ Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրած, այնպես ինչպես Աթաթուրքը ասում էր, որ մենք էլ բոլշևիկյան ենք դառնալու Լենինին, եթե մեզ հիմա աջակցեք ոսկի ու զենք տակ, ու Թուրքիան կդառնա բոլշևիկյան կմիանա Ռուսաստանի հետ սովետական համակարգին, ասելուց ստանալուց հետո խաբեց չդարձավ, այդպես էլ Ալիևը իրենց պապերի այդ սովորությունն օգտագործելով խաբեց Ռուսաստանին, ու հիմա մաքսիմալ հրաժարվում է Ռուսաստանից, որտեղ համապատասխան համաձայնագրեր ունի Թուրքիայի հետ, որով կարողանում է իր անվտանգությունը մաքսիմալ ապահովել, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ռուսաստանն էլ ամբողջությամբ խրվել է ուկրաինական պատերազմում ու այդտեղ լուրջ հարվածներ է ստանում, ու այնքան է թուլացել, որ Ռուսաստանի ուժի վրա արդեն բոլորն են կասկածում, ու այս համատեքստում Ադրբեջանը 0 վտանգ է տեսնում Ռուսաստանից եւ իսկապես Ռուսաստանը որևէ ազդեցություն այլևս Ադրբեջանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքի վրա չունի։ Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, դրանով էլ պայմանավորված իշխանությունը դեռ ունի վախեր, որ լիարժեք չի օգտվում Ռուսաստանի թուլացման փաստից։ Այո, Հայաստանը այս տարածաշրջանում
թե տնտեսական առումով, թե ռազմական առումով ամենակախված պետությունն է։ Ինչքան էլ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ասեն, որ բալանսավորում են կամ բալանսավորման ուղղությամբ քայլեր անեն, այսօր նորից խոսում են Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցելու առումով։ Այդ բալանսավորումը մեր էներգետիկան 100% Ռուսաստանի ձեռքում է, ինչ բալանսավորման մասին է խոսքը։ Գազային համակարգի իրենցն է, ատոմակայանը իրենց սպասար բալանսավորումը այն կլինի, որ այստեղ կառուցեք ոչ ռուսական ատոմակայան, այդ կլինի էներգետիկ համակարգի բալանսավորում եւ ավելի անվտանգ ատոմակայան։ Եվ քանի որ Ռուսաստանը ամենամեծ ազդեցության լծակներն այսօր ունի Հայաստանում, դրան էլ այս ընտրություններում ավելացրեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, ինչը Հայաստանի իշխանությունների կոպիտ սխալի արդյունքում հայտնվեց այսօրվա խորհրդարանում, որտեղ Հայաստանի իշխանությունները պիտի հետևեին ոչ թե ԿՊ-ի վարկանիշը, վայ կասեն վախեցան դրան։ Այսօր ով է Սանդուին ասում, որ վախեցավ։ Ընդհակառակ ասում են Սանդուն ժողովրդավար էր։ Վայ, կասեն ԿՊ-ն վախեցավ, այ դուք դիմեք, մենք դիմենք, որ ասենք վախեցավ, այս էր չէ վարչապետի հակադարձած է ինձ։ Հիմի չվախեցաք, արդյունքն ինչ է։ Արդյունքը այն է, որ դուք հին երգն եք երգում, իսկ իրենք ամեն օր նոր հանձնաժողով, ձեզ նոր մեղադրանքներ, ու բավականին տեղին մեղադրանքներն ու Եվրոմիության մասով, որ լողում եք։ Այո։ Չգիտեք այդ Եվրոմիությունում եք, թե ուզում եք ԵԱՏՄ-ում մնալ։ Դուք չեք կողմնորոշվել։ Դուք ասում եք այդ նոր հնարավորություն է, ինչի չեք օգտվում այդ նոր հնարավորությունից։ Ինչին եք սպասում։ Միևնույն է, ձմռանը աշնան վերջին արդեն Ռուսաստանը խոսելու է գազի գնի թանկացումից։ Սա ակնհայտ երևում է։ Ռուսաստանն այստեղ ամրացել է Եդինի Ռասիայի ֆիլիալով, ինքը չի թույլատնելու, քանի այդ Եդինի Ռասիան հաղթանակի, գլոբալ հաղթանակի չի ասել։ Դուք ինչին եք սպասում։ Դուք կարծում եք ինքը մեղմելու է, ձեզ զիջելու է։ Այսօր ազգային ժողովում մեծ հաշվով կռիվ է, թե ով է Ռուսաստանի հետ, Եդինի Ռասիայի հետ ավելի լավ։ Մեծ հաշվով այդ բանավեճն է կանում, վարչապետն էլ իր այցելություններով փորձում է դա հիմնավորել։ Իսկ խնդիրը այդ ուղղությամբ տանել պետք չի։ Ու ես սրտի ցավով եմ այդ ասում, որ Հայաստանի իշխանությունները, որոնք իշխանության եկան ժողովրդավարության ճանապարհով, որոնք Հայաստանի մաքսային կետերից ներառյալ Զվարթնոց օդանավակայանից հանեցին ռուս սահմանապահներին, որ Հայաստան բերեցին եվրոդիտորդներին, որոնց ներկայության արդյունքում Հայաստանի սահմաններին սկսեցին չկրակվել, որ Մոսկվայի փոխարեն գնացին եւ Վաշինգտոնում ստորագրեցին թրիփ համաձայնագիրը եւ այսօր խաղաղություն ունենք, այսօր դեռ մտածում են ԵԱՏՄ-ում թե ԵՄ-ում։ Եթե դուք նախընտրությունն անեք ԵՄ-ն, ավելի հստակ կանգնեք այդ ուղղության վրա, այո, դժվարություններ կլինեն, գազելի կթանկանա, բայց այդ դժվարությունները շատ ժամանակավոր կլինեն։ Այնպես ինչպես ժամանակավոր եղան Մոլդովայի համար, այնպես ինչպես ժամանակավոր եղան Վրաստանի համար։ Այսօր վրացիները ավելի շատ գինի են վաճառում Ռուսաստանում, քան նախկինում էին վաճառում։ Այսօր Ռուսաստանը մեր ապրանքների կարիքն ունի, իրենց մոտ պակաս կա։ Այսօր Ռուսաստանը Հայաստանից գնացող բազմաթիվ ապրանքների վրա արգելանք չի օգտագործել, օրինակ ծխախոտի, օրինակ թանկարժեք մետաղների, օրինակ ռադիոէլեկտրոնիկա, հեռախոսներ, լվացքի մեքենաներ եւ այլն, ինչի չի օգտագործում։ Իսկ մենք ինչի հակառակը չենք անում։ Պարոն Սարգսյան, այս ոչ հստակ քաղաքականության պայմաններում ասել, որ թրիփի գործարկման հնարավորությունը մեծ է։ Եթե իշխանությանը այս իրավիճակը ձեռնտու է, չի գնում այնպիսի քայլերի, որոնք կարագացնեն օրինակ նույն թրիփի իրականացման ծրագիրը։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ իշխանությունը հետընթաց չի կարող անել, ինքը չի կարող հետ վերադառնալ Ռուսաստան ուղեցիր եւ այս առումով վարչապետի այն մոտեցումը, որ հայ-ռուսական հարաբերությունները այլևս նույնը չեն կարող լինել, այստեղ լրիվ համաձայն եմ։ Ինչու չեն կարող լինել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին փաստաթուղթ է ստորագրել, որով բացի խաղաղությունը թրիփ է հիմնադրել, տնտեսական համագործակցություն է հիմնադրել եւ այս համագործակցությունը տարածաշրջանի երկրները կապում է փոխշահավետ կապով իրար հետ եւ այն միանշանակ աշխատող է, որում եւ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ տնտեսական շահագրգռվածություն կա, եւ աշխարհակաղակական շահագրգռվածություն կա։ Թրիփ ծրագիրը
դեռ 90-ական թվականներից է գալիս, երբ Կլինտոնի իշխանության ժամանակ դրան տրասեկա էին անվանում, որ փորձում էին կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ։ Ապրանքափոխադրումները շատ մեծացել են Ասիա-Եվրոպա, եւ այդ ճանապարհը չի կարող չաշխատել։ Բայց երբ, պարոն Սարգսյան։ Ես կարծում եմ, որ մինչև 2008 թվականի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության նոր ընտրությունները գնացքը ակետից դուրս կգա եւ կկանգնի ակետում։ Ալմատիից դուրս կգա եւ կկանգնի Աթենքում։ Ինչու եմ այդպես կարծում, որովհետեւ գնացքի նման երթուղով գնալու համար ինժեներական առումով ընդհանուր առմամբ պակասում է 65-66 կիլոմետր, ինչը թիվ չի, քիչ նորմալ աշխեկի պարագայում, այն էլ նախկինում եղած գիծը վերականգնելու խնդրում 3-ից լավ մաքսիմում 6 ամսվա խնդիր է, այսինքն պակասում է Մեղրիի 45 կիլոմետրը, պակասում է 1 կիլոմետր Երասխավանում եւ պակասում է 10 կիլոմետր Ախորիկում։ Եթե այսքանը վերականգնվում է ճանապարհը, գնացքը դուրս է գալիս Ալմատիից, այսօր էլ, եթե այդ պատրաստ լիներ, կանգնում է Աթենքում։ Այն որ Թուրքիայում կառուցում են, նա 5 տարի, 10 տարի հետո է, այդ 2.5 միլիարդը։ Իսկ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությանը ընտրություններից առաջ հաղթաթուղթ է պետք, իսկ դա շատ լուրջ հաղթաթուղթ է, որ մենք, ամերիկացիներս, Եվրոպան կապեցինք Ասիային, մենք ամենալուրջ ազդեցությունն ունենք այդ կապում։ Մենք այդտեղ լուրջ շահույթներ ունենք, որտեղ գազամուղ, երկաթգիծ, ճանապարհներ, մենք նաև խաղաղություն բերեցինք տարածաշրջանին։ Մենք նաև այդտեղ բազմեմաս ունենք 76%-ի չափով։ Այս այնպիսի խաղաթուղթ է, որ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը իր ձեռքից բաց չի թողնելու։ Եվ դրա համար այսօր առաջնայինը դրել են երկաթգծի կառուցումը։ Ուզում են, որ այդ երկաթգիծը այդ հին թունելներով ինչ որ կա, առանց ընդլայնվելու հարագի մեջ այս իրագործի։ Հիմի երկրորդ հանգամանքը քաղաքական ի՞նչն է խանգարում այս իրագործման։ Խանգարում է հետևյալը, որ Երասխավանից Ախորիկ ընկած հատվածում երկաթգծի կառավարումը հարավկովկասյան երկաթուղիներինն է։ Այս քաղաքական խնդիր է, որը պիտի լուծվի։ Եվ որի լուծման տարբերակները հետևյալն են։ Դիմում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները արբիտրաժային դատարան Ֆրանսիա եւ վճարում է համապատասխան գումարը, մինչև 150 միլիոն դրամի չափով է, դոլարի չափով է որոշելու արբիտրաժային դատարանը, կամ առանց դիմելու ընդհանուր հայտարարի են գալի եւ առանց դատարանների են այդ խնդիրը լուծում։ Ես կարծում եմ, որ առանց դատարանի այդ խնդիրը լուծվելու եւ ես կարծում եմ, որ TRIP հիմնադրամի տնօրենի նշանակումը նաեւ այդ համատեքստն ուներ եւ այս Սոկոլովը, որ ամերիկյան, որ ռուսական ծնունդով հրեա է Միացյալ Նահանգներում ապրած եւ գործունեություն ծավալած, ինքը ունի համապատասխան կապերը նման համաձայնության հասնելու համար։ Ընդհանուր առմամբ այս Սոկոլովի հանգամանքը շատ է քննարկվում եւ ձենձնվում, գիտեք, ազգանունից կապված մարդուն պիտակ կպցնելը համարում եմ կոպտագույն սխալ, որտեվ Սախարովն էլ էր ռուս, բայց ինչ ռուս էր, որտեվ Նեմցովն էլ էր ռուս եւ ինչ ռուս էր, այսինքն ռուսի ազգանուն ունենալը չի նշանակում Պուտինի կողմնակից լինելը եւ բոլոր ռուսները չեն, որոնք աշխարհին վատ են տրամադրված, ավելին Ռուսաստանի բնակչության մեծ մասը ուզում է աշխարհի հետ շփվի, ինքը ավելի եվրոպական է այդ կենտրոնական մասում ապրողները, քան եվրոպական շատ երկրների բնակիչներ, սլավոնական ազգատոհմի բնակիչներ, այստեղ Ռուսաստանի իշխանություններն են, որոնք գնալով սահմանափակումներ են դնում Ռուսաստանի ժողովրդի առաջ, որն էլ իմ կարծիքով երկար տևել չի կարող։ Եվ ես լուրջ մտավախություն ունեմ նոր ԵԱՏՄ մասով, որ աշնան վերջին այդ նույն ԵԱՏՄ-ում, քանի որ 2 ամիս առաջ շատ մեծ քանակությամբ նորից ռուբլի է տպվել, աշնան վերջին շատ հնարավոր է, որ Ռուսաստանում դեֆոլտ լինի, այսինքն բանկերը չկարողանան սպասարկել, բանկերը հիմի օրենք են ընդունել, որ այն քաղաքացիները, որոնք դուրս են եկել Ռուսաստանից կամ որոնց ոչ վշտահելի են համարում, բանկը ամբողջությամբ կարող է այդ մարդու դրած ամանդը վերցնել։
Այս բանկային համակարգի ամբողջությամբ քանդել է նշանակում։ Այս նշանակում է, որ բանկերը զգում են իրենց Վտանգ։ պայթելու վտանգը, այսինքն Ռուսաստանում դեֆոլտը շատ հավանական տարբերակ է, այնպես որ իրենք կընդունեն մեր ապրանքները, թե չեն ընդունեն մեր ապրանքները, վաղը վճարելու միջոց չեն ունենալու եւ շատ կարեւոր է, որ մենք այդ փլատակների տակ չմնանք։